Կրիպտովոլորտը Հայաստանում այլևս ազատ գոտի չէ։ Կենտրոնական բանկը սահմանել է խիստ կանոններ լիցենզավորումից մինչև ղեկավարների պարտադիր գրանցում։ Թեմայի շուրջ այսօր զրուցելու ենք կրիպտո տնտեսվարողների միության խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Կրիպտոակտիվների մասին օրենքը մեզ մոտ Հայաստանում գործում է դեռևս 2025-ի հուլիսից։ Մի քանի օր առաջ էլ հունվարի 31-ին փաստորեն Կենտրոնական բանկը հրապարակել է ոլորտը կարգավորող առաջին փաթեթը։ Ինչ փաթեթի մասին է խոսքը եւ ինչպես է դա կարգավորելու, ինչպես է անդրադառնալու շուկայի վրա։ Շնորհակալ եմ հարցի համար։ Հուլիսին անցած տարվա 2025-ի ընդհանուր օրենսդրական բազան է ֆիքսվել, թե ոնց պետք է ոլորտը աշխատի, եւ դրանով նաեւ լայն լիազորություններ են տրվել Կենտրոնական բանկին, թե ինչ մանրամասն կարգավորումներ պետք է ոլորտում լինեն։ Եվ 2026-ի հունվարի 31-ին արդեն դրանք են հրապարակվել, այդ ենթաօրենսդրական ակտերը, որոնք որ բխում են օրենքից, որով որ արդեն մանրամասներն են ձևակերպված, թե օրինակ ընկերությունը կրիպտովոլորտում ծառայություն մատուցելուց լիցենզավորում անցնելու համար ինչ պահանջներ պետք է ունենա, ինչ կապիտալի պահանջ, ինչ փաստաթղթեր, ինչ վերահսկման մեխանիզմներ պետք է լինեն։ Այնտեղ կարևոր դրույթ է նաև կանխիկին վերաբերող գործիքները, թե ինչ պայմաններում կարող են ընկերությունները կանխիկով աշխատել, այսինքն այս բազային պայմանները հիմա հրապարակվել են ու արդեն այս տարի պետք է ընկերությունները դիմեն լիցենզավորման համար։ Այն ընկերությունները, որոնք գործել են մինչև հիմա, մինչև օրենքի ընդունումը, ինչ պետք է անեն, ինչ ժամկետներում եւ ինչպես պետք է ինչ ընթացակարգեր պետք է անցնեն լիցենզավորվելու համար եւ գրանցվելու համար։ Ընկերությունները, որոնք որ գործել են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, իրենց համար տրված է 1 տարի անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում որ կարող են ընկերությունները էլի ինչ որ չափով ազատ գործել եւ այս 1 տարվա ընթացքում լիցենզավորվել ու արդեն ոնց որ կանոնավորվել կանոնական կերպով աշխատել ոլորտում։ Եվ 2027 թվականի հունվարից սկսած արդեն բոլոր ընկերությունները այս ոլորտում արդեն լիցենզավորված պետք է լինեն։ Ինչ է անհրաժեշտ լիցենզիա ստանալու համար։ Այնտեղ շատ տարբեր պահանջներ կան, տասնյակ էջերով։ Հիմնական դրույթներից մեկը երևի կանոնադրական կապիտալն է, կախված ծառայության տեսակից, բրոկերային ծառայությունները օրինակ 20 միլիոն դրամի կապիտալ են պահանջում, չենջերը փոխանակման ծառայությունները սեփական կապիտալով աշխատող 50 միլիոն դրամի կապիտալ են պահանջում, այնտեղ ավելի բարդ պրոդուկտները բորսա եւ օրինակ կրիպտոարժույթի թողարկում, դրանք ավելի մեծ կապիտալ են պահանջում։ Այնտեղ կա նաեւ պահանջ, ճիշտ նշեցիք, որ ղեկավար անձինք թե ինչ չափանիշների պետք է համապատասխանեն, պետք է Կենտրոնական բանկի կողմից հաստատվեն ու այլ բազմաթիվ մանրամասներ կան, որոնց որ պետք է համապատասխանեն լիցենզիան ստանալու համար։ Ինչու հիմա որոշեցին դա օրենսդրական դաշտ բերել։ Ոլորտը, եթե չեմ սխալվում, երկար տարիներ է, որ բարձի թողի վիճակում է եւ Հայաստանում արկա է կրիպտովալյուտայի, կրիպտոարժույթի եւ գործառույթները, այսինքն արկ կա, վաճառք կա, ուղղակի ստվերում է դա աշխատել։ Հիմա ծավալը ուղղակի մեծացել է, չափերը արդեն ահագնացող էին եւ անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի դրանք օրենսդրորեն կարգավորվեն, թե այլ բան կա։ Պարզապես պետությունը որոշեց ժամանակի շնչին համապատասխան քայլել։ Վաճառքներից հիմնականը դա է, որ շեշտեցիք, որ ծավալները գնալով մեծացել են եւ իրականում տարիներ շարունակ ոնց որ պետությունը աչք է փակել այս ոլորտի վրա, ոնց որ բանի տեղ չի դրել, իր գոյությունը չի հաստատել եւ ոլորտի ներկայացուցիչներին ինչքան էլ տարօրինակ է, տարիներ շարունակ մենք նույնպես պնդում էինք, ասում էինք, պետքա ոլորտը կարգավորող օրենսդրություն լինի, պետքա խաղի կանոններ սահմանեն, որ իմանանք մենք ոնց ենք գործում, օրինական դաշտում գործենք, ոչ թե մոխրագույն գոտիում գործենք։ Ինչ որ պայի հասունացավ այդ հարցը, կառավարության անդամները ու վարչապետի գլխավորությամբ իրանք ասացին, որ արդեն ժամանակը ոնց որ անցել է վաղուց, քանի անգամ խոսել ենք ոլորտը կարգավորելու մասին, անդադ հետ էին գծում, հիմա պետք է օրենքը ընդունենք եւ վերջ։ Մի բան ընդունենք, դրա վրա արդեն բարելավենք, զարգացնենք։ Հեռուստադիտողների համար հասկանալի լեզվով եթե բացատրենք, այս ոլորտը ինչ է ենթադրում։ Կրիպտոարժույթի եթե երկու բառով նկարագրել ինքը էլեկտրոնային փող է։ Դա վիրտուալ դրամ է։ Այո, վիրտուալ գումար է։ Հիմնական երկու կրիպտոարժույթը կուզեմ շեշտել, մեկը բիթքոինն է, որը որ ասում են թվային ոսկի, որ ինքը սահմանափակ քանակի է ոսկու նման, որ ինքը ապակենտրոն է, ինքը ինչ որ մեկի կողմից չի վերահսկվում, այսինքն ամբողջովին ինտերնետում ոնց որ մարդկանց քաղաքացիների ձեռքում է շրջանառվում, եւ մյուս հիմնական կրիպտոարժույթը դա stable coin-ներն են USDT Tether-ի գլխավորությամբ, որոնք որ $1 ֆիքսված կրիպտոարժույթ են, այսինքն դրանք ստաբիլ արժեք ունեցող կրիպտոներ են, իրանք հիմնականում օգտագործվում են փոխանցումներ անելու, վճարումներ անելու
միջպետական փոխանցումներ, առևտուր եւ այլն, որոնք որ հարմար է, ոնց որ թվային դոլար, ոնց որ դոլար ուղղակի ավելի հեշտությամբ դու փոխանցում անես, ոչ թե բանկերով, այդ բյուրոկրատիայով, միջնորդավճարներով անցնես։ Ավելի մատչելի լեզվով ասած, սա արժույթ է, որը մինչև հիմա մեր իրականությունում չի եղել, չի գործել։ Ինչ է սա տալիս բնակչությանը, քաղաքացիներին։ Իրականում երբ որ պատմության մեջ խորանում ես թե ոնց ու ինչու են առաջացել կրիպտոարժույթները, հիմնական դրդապատճառը 2008 թվականի գլոբալ ֆինանսական ճգնաժամն էր, որտեղ որ ինտերնետի անարխիստները հասկացան, որ պետքա փողը տարանջատել պետությունից, որ չպետքա փողը անդադ ինֆլյացիայի ենթարկել, այդտեղից ստեղծվեց բիթքոին իր 21 միլիոն հատ ֆիքսված պաշարով, որ ոսկունման սահմանափակ պետքա լինի, նաև պետությունից պետքա տարանջատ լինի, որ այնտեղ, չգիտեմ, ցենզուրա չլինի, քաղաքական նպատակներով չօգտագործվի փողը որպես գործիք, որպես զենք, այսինքն պետքա մարդկանց պատկանի ու ժամանակի ոնց որ օրինակ տարանջատվել է կրոնը պետությունից, պետքա նույն սկզբունքով ֆինանսները պետությունից տարանջատվեն։ Դա եղել սկզբունքը։ Հաճելի է։ Տեսեք, Թրամփը, Միացյալ Նահանգների նախագահը, շատ մեծ հույսեր է կապում կրիպտովալյուտայի հետ եւ մեկ անգամ չէ որ հայտարարել է, որ սա ապագայի արժույթն է։ Բավականին խոշոր ներդրումներ են անում ոլորտում եւ զարգացնում են եւ Միացյալ Նահանգները թվում է թե առաջատարն են նաեւ իր ներդրումների իմաստով, այս ոլորտում ներդրումների իմաստով։ Հայաստանում որքանով է տարածված կրիպտո արժույթը եւ քաղաքացիները վստահություն ունեն վիրտուալ արժույթի նկատմամբ։ Արժի նշել, որ Ամերիկան ժամանակին սխալ ճանապարհով է գնացել կրիպտոարժույթը ճնշելու սահմանափակելու ուղղությամբ, հետո հասկացել է թե ինչքան մեծ հնարավորություններ է բաց թողում ու հիմա արդեն ճիշտ քաղաքականություն է վարում կրիպտո ոլորտում եւ Հայաստանն է ցավոք այս պայդրությամբ սխալողությամբ է գնում, հեսա հույս ունեմ առիթ կունենանք այդ մասին խոսել։ Հայաստանում շատ մեծ շրջանառություն կա կրիպտոարժույթներով, տարեկան մոտ 10 միլիարդ դոլարի շրջանառություն եւ բնակչության մոտ 15%-ը, մոտ 450,000 քաղաքացի ինչ որ բայ կամ օգտվել են կրիպտոից կամ էլ հիմա ակտիվորեն օգտագործում են կրիպտոարժույթը ներդրումների համար կամ էլ ինչ որ փոխանցումների միջազգային համար։ Այսինքն վստահության խնդիր չկա հանրության մեջ։ Տեսեք, դե եթե մարդ ով որ տեղյակ չի ոլորտից, կարող է առաջին հերթին, ասենք, կողքից նայելով ասի անհասկանալի բան է, ես չեմ ուզում սրա հետ առնչվել, բայց մարդիկ կան ում համար պրակտիկ խնդիր է լուծում, կոնկրետ գործիք է հանդիսանում, օրինակ IT ոլորտի ներկայացուցիչներից շատերը իրենց աշխատավարձը ստանում են կրիպտոյով, որ ինչ որ միջազգային դրամական փոխանցումների, այո, Հայաստանում ինչ որ դրամական միջոցների ծառայություններից չօգտվեն, գործատուն ուղիղ իրանց դրամապանակին կարողանում է կրիպտոարժույթ նստացնել, իրանք էլ արդեն դա վերածում են Հայաստանում ՀՀ դրամի իրանց ծախսերն են հոգում։ Ինչու է այդքան կարևոր ոլորտի այդ օրենսդրական կարգավորումները եւ լիցենզավորումը հատկապես այդ ընկերությունների նվազագույն կապիտալը եւ իհարկե ղեկավարների պարտադիր գրանցումը։ Ինչու է դա կարևոր շուկայի համար։ Ցանկացած ոլորտում խաղի կանոնները կարևոր են, այսինքն հստակություն պիտի լինի, թե ընկերությունները հաճախորդների հետ ոնց են հարաբերվում։ Հարցը նրանում է, թե ինչ տեսակի կարգավորումներ են դնում, ու դրանք արդյոք բխում են ընկերությունների եւ քաղաքացիների եւ պետության շահերից։ Հիմա ցավոք բացասական ու ճնշող կարգավորում ենք մենք դրել Հայաստանում, իդեպս ոնց որ կենտրոնական բանկի ու իր տեսլականի, որը որ սահմանափակում է ոլորտը։ Ու Հայաստանում մեծ շրջանառությունը, որ նշեցի, ինքը հիմնականում սպասարկում է միջազգային առևտուրը Հայաստանի խոշոր առևտրային գործընկերների հետ։ Այսինքն որ բանկային համակարգով հաճախ դանդաղ կամ ծախսատարալին մեծ փոխանցումներ անել, բիզնեսները իրար փոխանցում են անում կրիպտոյով։ Հիմա երբ որ դժվար կարգավորում է դրվում ու արդեն այդ գործիքները սահմանափակվում են, դրանից տուժում է նաև բիզնեսը ու նաև պետությանից հարկերի հավաքագրում եւ այլն։ Որքանով է այդ կարգավորումները ճիշտ վերապահել կենտրոնական մի կառույցի, որը դեռևս լիարժեք չի տիրապետում ոլորտին, այսպես ասեմ։ Ըստ հանրային ելույթների կառավարության դիրքորոշումը եղել է հետևյալը. կրիպտոարժույթը առաջվում է գումարին, փողին, փողի հետ ոնց որ աշխատում է կենտրոնական բանկը, դրա համար եկեք այդ վերահսկողությունը այս ոլորտի տանք կենտրոնական բանկին։ Բայց դա իրականում շատ սխալ մոտեցում է ու զարգացած երկրներում, որտեղ որ այս ոլորտը առաջ է գնում, այնտեղ կենտրոնական բանկերը չեն կարգավորում ոլորտը, որովհետև կրիպտոն ինքը իր էությամբ հանդիսանում է այլընտրանք բանկային համակարգին, այլընտրանք ավանդական ֆինանսներին։ Ու տրամաբանական չի, որ բանկերներին է տրամադրվում այս նոր իրանցից ոնց որ կոպիտ ասած
բիզնես խլող կամ էլ շրջանառություն խլող ոլորտը տալ, որ իրանք կարգավորեն։ Այդ ոնց որ բան լինի, գարդների իրավունքների պաշտպանությունը տալիս ենք գայլերին, էլի մոտարապես նույն սկզբունքն է ստացվում։ Ու ճիշտ կլիներ, որպեսզի անկախ մարմին լիներ, որը որ մասնագիտացված լիներ այս ուղղությամբ, ու ինքը բալանսավոր էր։ Պետության շահ քաղաքացիների օրինակ ինչպես է կարգավորվում, ով է զբաղվում դրանով։ Այնտեղ երկու պետական մարմին կա, մեկը CFTC-ն է, մեկը SEC-ն է, մեկը արժեթղթերով է զբաղվում, մյուսը commodity ասած ապրանքներով է, ոնց որ վերահսկողությունով է զբաղվում, բայց կենտրոնական բանկը չի, այո, կապ չունի բանկային համակարգի հետ։ Նոր կանոնակարգը ինչպես է ազդելու շուկայի սֆերային կողմի վրա։ Խիստ բացասական իրականում, որովհետև հիմա ինչ կարգավորում է մտել հունվարի 1-ից ուժի մեջ, որ նախ արժի նշել, որ այս ոլորտը կենտրոնական բանկի կողմից տարիներ շարունակ ճնշվել է։ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել ու շրջաբերական ուղարկել բանկերին, որ կրիպտոն ռիսկային է, վտանգավոր է, իր հետ պետքա գործ չունենալ ու բանկերին արգելել է կրիպտոյի հետ որևէ գործարքներ անել։ Դրա արդյունքում տարիներ շարունակ ոլորտը աշխատել է բացառապես կանխիկով։ Եղել են գրասենյակներ, որտեղ հաճախորդներ եկել են, change-ն արել, փոխանակել են իրան կրիպտոն գումարի կամ գումարը կրիպտոյին, այդպես է ոլորտը աշխատել։ Հիմա հունվարի 1-ից դրվել է սահմանափակում կանխիկի վրա, մինչև 300,000 դրամ, որ իրականում չնչին թիվ է, երբ որ ասում ես, որ սա միջազգային առևտրին 100,000 դոլար արժողությամբ գործարքներին է վերաբերվում։ Այդ գործարքները հիմա չեն սպասարկվում, բանկերն էլ դեռևս չեն սպասարկում պատշաճ կերպով այս ոլորտը։ Ինչու է սահմանափակում դրվել գումարի վրա։ Որով դե բանը այն էր, սկզբունքը այն էր, որ այս ոլորտը ռիսկային է, հասկանալի չի, վերահսկելի չի պետության համար, դրա համար եկեք այս ամբողջ շրջանառությունը բանկերով անցկացնենք, որը մեր համար ավելի ծանոթ է։ Բայց հաշվի չի առնվել այն, որ բանկերն էլ չեն սպասարկում ոլորտը։ Ու հիմա ոչ բոլոր բանկերները։ Այս պայծրությամբ ընդհանրապես մի հատ բանկ ու դեռևս առաջին փոքր քայլերն է անում ոլորտը սպասարկելու ուղղությամբ։ Այսինքն այդ մեծ շրջանառությունը հիմա կամ ուղղակի զրոյացել է, կամ գնացել է հարևան երկրներ, կամ էլ ստվեր անցել։ Երեք դեպքում էլ սա բացասական է համ բիզնեսի համար, համ պետության համար։ Ինչ եք կարծում, այդ կարգավորումները առաջիկայում կարող են վստահությունը, հանրության վստահությունը բարձրացնել կրիպտո ոլորտի նկատմամբ, թե ընդհակառակը կարող են եւ այդ եղած փոքր վստահությունն էլ կորցնել։ Սա կրիպտո ոլորտը ինքը իր վստահությունը ունի։ Այսինքն որևէ հաճախորդ կրիպտո ոլորտի ինքը երբեք չի կասկածում, այս ոլորտը վստահելի է թե չէ։ Ինքը վստահ է գիտի սրանից ոնց օգտվել, ոնց որ դուք ինտերնետից երբ որ օգտվում եք, դուք չեք վստահում կամ չեք, դուք օգտվում եք պարզապես իրանից։ Նույն բանը կրիպտոյի դեպքում է, ու հիմա ավելի շատ կարա պետության հանդեպ անվստահություն առաջանալ, կարա կենտրոնական բանկի ու ռեգուլատորի հանդեպ անվստահություն առաջանալ, երբ որ տեսնում են հաճախորդները, քաղաքացիները, որ անտրամաբանական ու անհարմար ձևի կարգավորումներ են դնում, որոնք որ թույլ չեն տալիս իրենց այդ շատ հարմար գործիքից օգտվել։ Դուք ձեր մտահոգությունները հայտնել եք կենտրոնական բանկին կամ միգուցեև օրենսդրական կարգավորումները երբ թղթի վրա էին դեռ գրվում էին նախաձեռնությունները, հայտնել եք այդ մտահոգությունները, թե ընդունելուց հետո արդեն առաջացավ անհրաժեշտությունը, որպեսզի խոսեք բացերի մասին։ Հայտնել ենք արդեն 2 տարի շարունակ մենք կենտրոնական բանկի հետ կոմունիկացիայի մեջ ենք, բայց իրանց աշխատելավոճը այն է, որ իրանք ուղղակի որոշում են ինչ պետք է անեն ու դա թելադրում են։ Այսինքն նրանք չեն լսում, պարտադրում են։ Այո, պարտադրում են, նրանք չեն լսում ոլորտի կարիքները, չեն նայում թե բիզնես process-ները ընդհանրապես ոնց են աշխատում, չեն խորանում գործարքների տրամաբանության մեջ։ Իրանք սովոր են, որ բանկային համակարգում սա սենց է աշխատում, եկեք այս նույն կանոնները բերենք նույն ձև կիրառենք այս նոր ոլորտի վրա։ Բայց դա այսպես ավանդականը չի աշխատում այս դեպքում։ Այո, դա չի աշխատում, մենք հիմա ստիպված նաև այլ կառույցներում ենք բարձրաձայնում հարցերը, այլ նախարարություններում ու մասնավորապես ազգային ժողովում, ու ազգային ժողովի դեկտեմբերում հանձնաժողովի նիստին քննարկման ժամանակ պատգամավորները իրենք էլ համոզվեցին, թե ինչքան չհիմնավորված են կենտրոնական բանկի ներկայացուցիչների փաստարկները, ու այդ ժամանակ հանձնաժողովը նաև որոշում կայացրեց, որ միջ գերատեսչական հանձնաժողով է ստեղծվելու, որպեսզի բալանսավորի կենտրոնական բանկի ազդեցությունը, որպեսզի կենտրոնական բանկը միակ թելադրողը չլինի այդ ոլորտում։ Հույս ունենք, որ դրանով նաև արդյունք կստանանք։ Հայաստանում ոլորտի ընկալման հետ խնդիր կա թե հանրության շերտերի բազմաշերտ հատվածում, նաև ղեկավար մարմիններում կենտրոնական բանկը դա կլինի թե պետական կառավարման համակարգը կլինի, որտեղից է առաջացել այդ անջրպետը եւ որը նաև վստահության կարելի ասել ամենակարևոր կոմպոնենտն է, որը կարող է մարդկանց մոտ այդ վստահությունը կամ ամրապնդել կամ պակասեցնել։ Ճիշտ եք ասում, հիմնականում այդ կոմունիկացիայի ու գիտելիքի բացը գալիս է նրանից, որ
հանրությունը ու պետական պաշտոնյաները բավականին ինֆորմացված չեն ոլորտից։ Չեն պատկերացնում սա իրենց ինչա ներկայացնում ու ոնց է աշխատում։ Հիմա մեր երկրի տեսլականը ո՞րն է այս ոլորտի հետ կապված։ Վատը այնա, որ տեսլական ընդհանրապես չկա ձևակերպված ու դա պետք է լինի առաջնային խնդիրը։ Երբ որ կառավարությունը ասի, որ այս ոլորտի հանդեպ այս տեսլական ունենք, որ պետք է, օրինակ, այնպես կարգավորենք, որ այս ոլորտը զարգանա, որ միջազգային ներդրումներ կան, ըստ դրա միջազգային փորձը արդեն կուսումնասիրվի, կվերլուծվի, հարցումներ կգնա խոշոր ընկերություններին, թե որոնք են այն բարենպաստ կարգավորման միջավայրները, որտեղ որ դուք կուզեք աշխատել կամ որն է լավ կամ որն է վատ կարգավորում, ըստ դրա արդեն որոշումներ կկայացվեն։ Իսկ հիմա շատ հեղեղուկ վիճակում է ու չկա ընդհանուր տեսլական ու անգամ եթե վնաս հասցվում ոլորտին, կարող է ոչ մեկին էլ դա չհետաքրքրի։ Դրա հետևանքները ծանր են լինելու պետության համար, թե չէ։ Հետևանքները ծանր են, որովհետև էլի ասեմ, 10 միլիարդ դոլարի շրջանառությունը ահռելի թիվ է։ Ու այդ ամեն ինչը նաև վերաբերվում է հիմնականում վերաբերվում է միջազգային առևտրին։ Եթե այդ շրջանառությունը երկրից դուրս է գալիս, նշանակում է տնտեսությունը դանդաղում է։ Եթե այդ առևտրաշրջանառությունը գնում է ստվեր, նշանակում է պետության համար անտեսանելի է ու այդտեղ հարկեր են թաքցվում։ Երկու սցենարն էլ շատ բացասական են ու պետք է ոնց որ ոլորտին համահունչ ու տրամաբանական կարգավորումներով շարժվել։ Դուք տվյալների եք տիրապետում այսօր հանրապետության բնակչության քաղաքացիների քանի տոկոսն է օգտվում կրիպտո ոլորտից։ Մոտ 15%-ը օգտվում է կրիպտո ոլորտից, մոտ 450,000 քաղաքացի։ Դրանք բիզնեսմեններ են, թե դա ֆիզիկական անձինք են հիմնականում, գերակշռող մեծամասնությունը։ Մեծ շրջանառությունը, այդ երևի 10 միլիարդից մոտ 8 միլիարդ դոլարը բիզնեսների միջոցով է անցնում, մի քանի 100 ընկերությունների միջոցով է անցնում, բայց նաև շատ մեծ հասարակ քաղաքացիների հոսք կա, որը որ ոլորտում պարզապես ներդրող է ու հիմնականում կրիպտո արժույթ առնում են, ծախում են կամ երկարաժամկետ պահում են որպես թվային ոսկի։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք կրիպտո տնտեսվարողների միության խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանի հետ։ Ցտեսություն։